Վարդանյան, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Նախ կխոսեմ հաշվետվության կառուցվածքի մասին, որտեղ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հարկաբյուջետային քաղաքականության թիրախների, արտաքին աշխարհի զարգացումների, տնտեսական զարգացումների և այնուհետև պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, պակասուրդի և ի վերջո պարտքի մասին։ Հաշվետվության կառուցվածքը օգտվողների համար առավել հասցեական և մատչելի դարձնելու, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման տրամաբանությանը համապատասխանեցնելու նպատակով 2024 թվականին ֆինանսների նախարարության կողմից մշակվել է հաշվետվության նոր կառուցվածք, որի համաձայն հաշվետվությունը բաղկացած է երկու հիմնական հարկաբյուջետային քաղաքականության և ծախսային քաղաքականության բաժիններից։ Հարկաբյուջետային քաղաքականության բաժնում ներկայացված են մակրոտնտեսական զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, հարկային վարչարարությունը, եկամուտների, ծախսերի, պակասուրդի և պետական պարտքի վերլուծությունները և նշված թեմաներին առնչվող հավելվածներ և տեղեկանքներ։ Ծախսային քաղաքականության բաժնում ներկայացված են ծախսային քաղաքականության ամփոփ նկարագիրը, համապատասխան հավելվածներով և տեղեկանքներով և պետական մարմինների հաշվետվությունները։ Յուրաքանչյուր պետական մարմնի հաշվետվություն ներկայացված է առանձին, որում ընդգրկված են մարմնի քաղաքականության հիմնական գերակայությունները, ծախսերի և ֆինանսական ակտիվների գծով ելքերի վերլուծությունը, պետական բյուջեի ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային ցուցանիշների կատարման վերաբերյալ հավելվածները, ինչպես նաև տեղեկանքներ, այդ թվում պետական մարմինների կողմից գրանցված պետական տուրքերի և այլ եկամուտների վերաբերյալ։ Հավելվածները ներառում են տեղեկություններ, որոնց ներկայացումը սահմանված է պետական բյուջեի մասին օրենքով և օրենսդրության այլ դրույթներով։ Տեղեկանքները ներառում են տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար։ Հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ամրապնդումը, անվտանգային համակարգի ամրապնդումը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը։ 24 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է հարկաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ կառավարության պարտք ՀՆԱ ցածր է գտնվել 50% շեմից։ Միաժամանակ կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշի 40-ից 50% միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181.7 միլիարդ դրամով։ Այստեղ պետք է հիշեցնեմ, որ կանոններով 40-ից 50 միջակայքում գտնվելու ժամանակ կապիտալ ծախսերը պետք է ավել լինեն պակասուրդից։ 24 թվականի հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.6%, որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, բնութագրվող տնտեսությունում ներքին սպառման ուղղված ներմուծման դերի նվազմամբ և արտահանման դերի աճով, ինչը հանգեցրել է անվանական ՀՆԱ աճից հարկման բազաների ավելի դանդաղ ավելացմանը։ Սրա մասին երևի ավելի մանրամասն կխոսենք։ 24 թվականին տնտեսական ներուժի բարձրացմանը, առանձին ոլորտում առաջացող հիմնախնդիրներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրերը շարունակական են եղել։ Կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը պահպանվել է, կապիտալ ծախսեր ՀՆԱ ցուցանիշը հասել է ՀՆԱ-ում 5.5%-ի, թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային և կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը։ Տնտեսական աճի ներուժային մակարդակին մոտենալու պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է չեզոքին մոտ դիրք, միաժամանակ ուղղված լինելով տնտեսական ներուժի բարձրացմանը և կառավարության պարտքի կայունության պահպանմանը։ Պետական բյուջեի պակասուրդը ձևավորվել է այնպիսի մակարդակում, որը թույլ է տվել կառավարության պարտքի բեռը պահպանել ապահով մակարդակում, կառավարության պարտք ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում, կազմելով 48%։
Հաշվետվությամբ ներկայացված է 48.3%-ը, 48.3%, սակայն ՀՆԱ-ի վերանայումից հետո այդ ցուցանիշը նվազել է մինչև 48%։ Նախ խոսենք արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումներից, համաշխարհային տնտեսությունում եւ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում, պայմանավորված սպառողների կայուն պահանջարկով, գնաճի թուլացմամբ եւ խոշոր տնտեսություններում շարունակվող հարկաբյուջետային եւ դրամավարկային ճշգրտումներով, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճը կազմել է 4.1%, Չինաստանում 5%, Եվրոգոտում 0.9% եւ ԱՄՆ-ում 2.8%։ 24 թվականին նավթի գինը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 2.3%-ով, կազմելով $80.7 բարելի համար, պայմանավորված ավելի թույլ համաշխարհային պահանջարկով եւ հումքային ապրանքների առաջարկի աճով, պղնձի գինը աճել է վերականգնվող էներգիայի անցմամբ պայմանավորված պահանջարկի եւ մատակարարման խափանումների հետևանքով, 24 թվականին պղնձի տարեկան միջին գինը 23 թվականի նկատմամբ աճել է 7.7%-ով եւ կազմել է $9,142 տոննայի համար։ Առաջարկի պայմանների բարելավմամբ պայմանավորված պարենային ապրանքների համաշխարհային գների համաթիվը նվազել է, արդյունքում 24 թվականին պարենի գինը 23 թվականի նկատմամբ նվազել է 2%-ով։ 24 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունում աճել է 53%-ով, սակայն հայկական ծագրման ապրանքների արտահանումը 18.6%-ով։ Առանց թանկարժեք մետաղների արտահանման ավելացել է շուրջ 2.3%-ով։ Սա առանձին ուզում եմ շեշտեմ, որովհետև այս տարի տարբեր տնտեսական ցուցանիշներ ներկայացնելուց տարբեր վերլուծաբաններ եւ տնտեսագետներ գուժում են նրա մասին, որ մեր արդյունաբերությունը անկում է ապրում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ մենք ամեն անգամ ներկայացնելուց մեր արտահանման եւ արդյունաբերական աճի թվերը փորձել ենք ֆիլտրել այն ազդեցությունները, որոնք տեղի են ունենում թանկարժեք մետաղների Հայաստանի միջոցով վերարտահանման եւ Հայաստանում դրանց որոշակի վերամշակման ազդեցությունները, որպեսզի նաև իրական պատկեր ցույց տանք, թե ինչպիսի աճեր են գրանցում եւ հետեւաբար նույնը անելու ենք նվազման ժամանակ, որովհետեւ նաև նշել ենք, որ այս աճերը կրում են ժամանակավոր բնույթ եւ չեն բնութագրում Հայաստանի տնտեսական հիմնական զարգացումները։ 24 թվականին Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 2.200.000 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 4.7%-ով կամ 108.000 մարդով, որը հիմնականում պայմանավորվել է Հայաստանի Հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվականակի նվազմամբ։ Սա էլ մեր կանխատեսումներով կրում էր ժամանակավոր բնույթ, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիների դեպի Հայաստան 22-23 թվականներին մեծ ներհոսքով եւ այս գործոնները հետզհետե վերադառնում են իրենց բնականոն մակարդակներին։ Ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի անկումը կազմել է 34.8%, որին ամենամեծ բացասական նպաստումն է ունեցել կրկին Ռուսաստանի Դաշնությունից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 52.3% նվազումը։ Վերոնշյալ պայմաններում վերանայվել են 24 թվականի տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի կանխատեսումները։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, որը 1.1%-ով տոկոսային կետով ցածր է եղել 24 թվականի պետական բյուջեի թիրախից, 0.4 տոկոսային կետով միջնաժամկետ ծախսային ծրագրում կատարված կանխատեսումներից եւ 0.1 տոկոսային կետով բարձր 2025 թվականի պետական բյուջեի կանխատեսումներից։ Այսպիսով կարելի է ասել, որ 2024 թվականի սեպտեմբերին արդեն
մեզ համար տեսանելի էր, որ տնտեսական աճը Հայաստանում 2024 թվականին կլինի մոտավորապես 5-8%, փաստացի ունեցանք 0.1%-ային կետով ավել։ 24 թվականը սկսվել է տնտեսական աճի բարձր տեմպով, որը աստիճանաբար դանդաղել է, սակայն մնացել է բարձր մակարդակում, իր վրա կրելով նաև հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան բռնի տեղահանված մեր հայրենակիցների սպառման և տնտեսական գործունեության ազդեցությունները։ Տնտեսական աճը ուղեկցվել է ներքին և արտաքին պահանջարկի աճով, տնտեսական աճով պայմանավորված 4.7%-ով աճել է նաև մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը 23 թվականին կազմել է 3.189.000 դրամ կամ 8.125 ԱՄՆ դոլար և 24 թվականին այն կազմել է արդեն 3.338.000 դրամ կամ 8.500 ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում սպառողական շուկայում առկա գնանկումային միտումները շարունակաբար մեղմովել են, գնանկումային ճնշումների որոշակի թուլացման պայմաններում գնաճը սկսել է վերականգնվել և խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում մոտենալ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին։ 24 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3%։ Ընդ որում կարելի է ասել, որ Հայաստանի գնաճը համեմատած մեր նման երկրների հետ եղել է բավականին ցածր, օրինակ Վրաստանում այն եղել է 1.1%, հիշեցնեմ Հայաստանում կազմել է 0.3%, Ալբանիայում 2.2%, Ադրբեջանում 2.2%, Մոլդովայում 4.7%, Ղրղստանում 5%, Բելառուսում 5.8%, Ռուսաստանի Դաշնությունում 8.4%, Ղազախստանում 8.7%։ Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է, ինչ-որ մեկը խոսում էր դրա մասին, ուզեմ ասեմ ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են։ 24 թվականին գործազրկության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.5%-ային կետով, կազմելով 13.9%, միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6.4%-ով, կազմել է 227.000 դրամ, այդ թվում պետական հատվածում 224.000 դրամ, ոչ պետական հատվածում 311.000 դրամ, իսկ իրական աշխատավարձը 0.3% գնաճի պայմաններում աճել է 6.1%-ով, այսինքն իրական եկամուտները մեր քաղաքացիների, ովքեր աշխատում են, ավելացել է 6.1%-ով։ Հիմա խոսենք պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների մասին։ Եկամուտները տարեսկզբին պլանավորվել են 2 տրիլիոն 723 միլիարդ մակարդակում, տարվա ընթացքում 31 միլիարդով նվազեցվել են, ծախսերը պլանավորված են 3 տրիլիոն 206 միլիարդ դրամ և տարվա ընթացքում փոփոխության են ենթարկվել 57 միլիարդ դրամով նվազեցվել են և դեֆիցիտը պլանավորված էր 482 միլիարդ դրամ և այստեղ էլ նվազեցում ենք ունեցել 26 միլիարդ դրամով։ Մի քանի տվյալ ներկայացնեմ վերաբաշխումների մասով, որովհետև սա կարևոր ցուցանիշ է մեր կարծիքով մեր բյուջետային կարգապահության տեսանկյունից։ Երևի վերջին տարիներին առաջի անգամ 2024 թվականին կառավարությունը չի դիմել ազգային ժողովին մեր բյուջեի օրենքով սահմանված 3% շեմը վերանայելու համար և մենք կարողացել ենք իրականացնել մեզ թույլատրելի 3%-ի շրջանակներում 2.96% վերաբաշխումներ։ Ի համեմատություն նախորդ տարվա 307 վերաբաշխման որոշումներին 24 թվականին ունեցել ենք
291 որոշում։ Ուզում եմ նաև հիշեցնեմ, որ 22 թվականին այդ որոշումների քանակը 327 էր։ Սա վկայում է ավելի խիստ քաղաքականության մասին եւ մեր կարծիքով նաև մեր պլանավորման որակի որոշակի բարելավման մասին է վկայում։ Նախորդ տարվա համեմատ եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ այլ եկամուտների աճով։ Ծախսերի գծով ստանձնված պարտավորությունները ամբողջությամբ եւ ժամանակին կատարվել են։ Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերի աճը պայմանավորված է եւ ընթացիկ եւ կապիտալ ծախսերի աճով, ընդ որում կապիտալ ծախսերի աճ է գրանցվել 7.9%, նաեւ առանց պաշտպանության նախարարության կողմից կատարված կապիտալ ծախսերի, այսինքն այն կապիտալ ծախսերի, որոնք ուղղակիորեն ուղղվում են Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանը։ Մենք 23 թվականին եկամուտները 7%-ով ավելին են եղել 23 թվականից եւ ծախսերը ավելին են եղել 13.7%-ով եւ կազմել են փաստացի եկամուտները 2 տրիլիոն 579 միլիարդ դրամ, իսկ ծախսերը 2 տրիլիոն 955 դրամ։ Սրա արդյունքում դեֆիցիտը կազմել է 376 միլիարդ դրամ, պլանավորված 456 միլիարդ դրամի նկատմամբ։ Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների կայունացումը համախառն ներքին արդյունքի 25.5% մակարդակում, միևնույն ժամանակ մենք ունենք հարկերի 0.45%-ային կետով նվազման արձանագրում։ Ինչպես ասեցի, պետական բյուջեի ծախսերը աճել են 13%-ով, 13.7%-ով, պայմանավորված ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի աճով։ Ընդ որում ծրագրված քաղաքականությանը համահունչ կապիտալ ծախսերի ձերը հնայում աճել է հասնելով 5.5%-ի։ Պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են ճշտված ծրագրի 95.8%-ը, որը պայմանավորված է հիմնականում հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կատարողականի ավելի ցածր մակարդակում, որը կազմել է 92.7%։ Եվ ունենք ավելի բարձր մակարդակի այլ եկամուտներ, որը պլանավորված էր ունենալ 93 միլիարդ դրամ եւ փաստացի կատարվել է 161 միլիարդ դրամ։ Հարկերը եւ տուրքերը արդեն ասեցի, որ կազմել են 23.6%, հիմնական նվազումը պայմանավորված է ավելացած արժեքի հարկի հնայում կշռի նվազմամբ, որը մասամբ հակակշռվել է այլ հարկային եկամուտների բարելավմամբ։ Նախորդ տարվա համեմատ բնապահպանական հարկերի եւ բնօգտագործման վճարների տեսակաշար կշռի աճը 1.5%-ային կետով հիմնականում պայմանավորված է օրենսդրական փոփոխությունների արդյունքում ռոյալթիի նոր բաղադրիչի ներդրմամբ, եկամտային հարկի տեսակարար կշռի աճը 0.5%-ային կետով, աշխատատեղերի եւ միջին աշխատավարձերի աճով, իսկ ԱԱՀ-ի տեսակարար կշռի նվազումը 2.1%-ային կետով հիմնականում ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ ԵԱՏՄ երկրներից ներմուծման գծով հարկունակ ներմուծման ծավալների կրճատմամբ։ Սա հիմնականում բազմիցս անդրադարձել ենք սրան, Բեկ նախագահ խոսել է սրա մասին, հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կրճատմամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկատեսակների մեծ մասի գծով արձանագրվել է աճ, բացառությամբ ավելացած արժեքի հարկի, աքցիզային հարկի եւ այլ եկամուտների գծով։ Ընթացիկ ծախսերում շեղումների հիմնական մասը բաժին է ընկել տոկոսավճարներին, սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման ծախսերին։ Նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի 63.4 միլիարդ դրամ աճից
3.7 միլիարդ դրամը արձանագրվել է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի, իսկ 59.7 միլիարդ դրամը մնացած ծրագրերի մասով։ Ընթացիկ ծախսերի 13.5% աճը հիմնականում պայմանավորված է սոցիալական նպաստների և կենսաթոշակների աճով, որը կազմել է 264 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերի 12.8% աճը կամ 63.4 միլիարդ դրամը հիմնականում պայմանավորված է պաշտպանության ապահովման ծախսերի 16.6% աճով և հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրի մեկնարկով, որին տրամադրվել է 29.6 միլիարդ դրամ։ Այստեղ երևի պետք է խոսեմ նրա մասին, որ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 84.7 միլիարդ դրամ։ Սա տոկոսային առումով ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին։ Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք մի որոշում ընդունեցինք կապիտալ ծախսերի մեկ տարուց մյուս տարին անցում կատարելու համար, որը հնարավորություն է տալիս պետական մարմիններին այն կապիտալ ծախսերը, որոնց գծով ստանձնված են պարտավորություններ և չեն կատարվել տվյալ տարում, այդ ծախսերը իրականացնել հաջորդ տարի, և եթե մեր պետական մարմինները հակված էին տարվա վերջում չկատարված գումարները վերադարձնել պահոստաֆոնդ, ապա այս տարի նման միտում չի նկատվել և ըստ էության մենք ունենք այսպիսի պատկեր։ Եվ կարծում եմ հետագա տարիներին մեր պլանավորման մեխանիզմները էլ ավելի կբարելավենք և այս ցուցանիշը կունենանք ավելի բարձր մակարդակում։ Ինչպես ասեցի, բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ, իրականացվել են 168 ծրագրերի գծով 47 բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից։ Պետական բյուջեի ծախսերում պետական մարմինների կողմից կազմակերպված ընթացակարգերի արդյունքում կքված պայմանագրերի շրջանակներում իրականացված գնումները նախորդ տարվա համեմատ նվազել են 23.6%-ով, կազմելով 226.5 միլիարդ դրամ, իսկ մեկ աղբյուրից գնումները նվազել են 67.3%-ով, կազմելով 47 միլիարդ դրամ։ Գնումների ծավալի նվազումը պայմանավորված է 24 թվականի հունվարի 1-ից առողջապահական ծառայությունների ֆինանսավորման նոր մեխանիզմի չսահմանափակված բյուջեի ներդրմամբ, որի արդյունքում առողջապահական ծառայությունները դուրս եկան գնումների դաշտից։ Պակասորտի մասին արդեն խոսեցի, այն կատարվել է 376 միլիարդ դրամ, պակասորտը կազմել է 376 միլիարդ դրամ, ծրագրված 456 միլիարդ դրամի փոխարեն։ Ընդ որում արտաքին աղբյուրներից պակասորտը ֆինանսավորվել է ընդամենը 17 միլիարդ դրամով և ներքին աղբյուրների հաշվին իրականացվել է 359 միլիարդ դրամով։